Հրապարակ թերթը գրում է. նախկին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ սկսելուց առաջ գլխավոր դատախազը եկավ ԱԺ եւ նկարագրեց, թե իրենք ինչ խայտառակ հանցագործություններ են հայտնաբերել, որ կատարել է ԱԺ պատգամավորը։ Դրա արդյունքում նրան զրկեցին պատգամավորական անձեռնամխելիությունից։ Գործի հիմքում Հայկ Նազարյանի ցուցմունքն է այն մասին, որ 2023 թվականի ձմռանն իրեն դիմել է ֆեյսբուքյան ընկեր Գոհարը եւ հայտնել, որ Աղազարյանն իր եղբորից Արամից շինթույլտվության համար տարբեր չափերի գումարներ է վերցրել։ Արամն էլ իրեն պատմել է, որ գումարները տվել է Հովիկ Աղազարյանին ինչ-որ մանկապարտեզ վերանորոգելու, դրա մոտ գտնվող մի հողատարածք դասավորելու համար, որ ինքն էլիտար շենք կառուցի։ Արամն ասել է նաեւ, որ դրանից առաջ Աղազարյանի հետ ինքը նույնաբովանդակ գործարքներ է կատարել Դավթաշենում։ Պատմել է, որ Աղազարյանի ընկերուհու համար ինքը 8000 ԱՄՆ դոլար արժողությամբ հեռախոս եւ մատանի է գնել։ Նազարյանը ցուցմունքում ասել է նաեւ, որ Արամն իրեն տեսանյութ է ուղարկել, որտեղ պատմում է Հովիկ Աղազարյանին գումարները տալու մասին։ Նախաքննության ավարտից հետո արդեն հաստատված մեղադրանքում պարզվում է 8000 դոլարը դարձավ 800։ Կաշառքի մասին ցուցմունք տվող ոչ թե Հայկն է, այլ Արամը, ոչ թե Աղազարյանի ընկերուհուն է 800 դոլարանոց մատանին տվել, այլ հենց Աղազարյանին։